Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանի կինն առավոտյան ժամանել է Երևան։ Լինդա Էուլջեկչյանը օդանավակայանից նախ անմիջապես ուղևորվել է Մուրացան զինվորական հոսպիտալ, ապա զինվորական քննչական վարչություն, որտեղ ամենայն հավանականությամբ հարցաքննում էին Վիգենին։ Երեկոյան առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է հայրենադարձված գերիներից Վագիվ Խաչատրյանին։ Հանդիպումից հետո նախարարը հայտնել է, թե Խաչատրյանը լավ տրամադրությամբ սպասում է հարազատների հետ հանդիպմանը և գտնվում է հետազոտությունների փուլում։ Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ, քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ։ Այսպիսի գրառում է արել Հայաստան վերադարձած գերիներից Գևորգ Սուջյանը։ Նա ընկերոջ Դավիթ Դավթյանի հետ, որը նույնպես վերադարձել է Բաքվից, գերեվարվել էին 44-օրյա պատերազմի հրադադարից հետո նոյեմբերի 11-ին Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Վիգեն Էուլջեկչյանը ևս նույն օրն է գերեվարվել Գորիս Բերձոր ճանապարհին։ Վագիվ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023-ի հուլիսին Հակարիի կամրջից Կարմիր խաչի ուղեկցությամբ շրջափակված Արցախից Հայաստան տեղափոխվելիս։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե Ադրբեջանը Հայաստանին 4 գերի է վերադարձրել սիրիացի 2 վարձկանների վերադարձման դիմաց։ Նրա խոսքով այս երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն։ Մենք հույս ունենք, որ մեր բարեկամական որոշումը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպաստավոր կդարձնի, ասել է Փաշինյանը։ Հիշեցնեմ, երեկ Հայաստանը ՑՄՀ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներին փոխանցել է այդ երկրի իրավասու մարմիններին իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2020-ին Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցած 2 վարձկան ահաբեկիչներին ՑՄՀ ազատազրկման էր դատապարտել 2021-ի մայիսին։ Թրիփի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարությանն է անդրադարձել Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ Նա նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի ընդունումը կարևոր է համարել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից։ Հաջիզադեն ընդգծել է, թե իրենց հիմնական առաջնահերթություններից մեկը Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչնդոտ հաղորդակցության ապահովումն է և Թրիփ ուղին կարևոր է նաև ավելի լայն տարածաշրջանում առևտրի և կապերի դիվերսիֆիկացման համար։ Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով զոհվել է 2 հայ։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խոսքը հաստատված դեպքերի մասին է։ Ինչ վերաբերում է Իրանի հայ համայնքի հետ կապին, Սինանյանը նշել է, անմիջական կապ չունեն։ Այսօր Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է սպասվում Միացյալ Նահանգների պահանջով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, թե երկրի իշխանությունները ցուցարարներին կախաղան հանելու ծրագիր չունեն։ Արաղչիի խոսքով դա ԱՄՆ նախագահին այս ամենի մեջ ներքաշելու համար սկսված ապատեղեկատվական արշավի տարրերից է, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Արաղչին վստահեցրել է, թե զոհերի թիվը ուռճացված է ներկայացնում, մինչդեռ իրականում այն մի քանի հարյուր է, ճշգրիտ թիվը կհրապարակվի շուտով։ Հիշեցնեմ, ավելի վաղ Ռեզա Փահլավին, որի կոչերից հետո է Իրանում իրավիճակն առավել սրվել, հայտարարել է, թե երկրում ցույցերի ժամանակ զոհերի թիվը անցել է 12,000-ը։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն էլ հայտարարել է, թե իրենց ասել են, որ Իրանում սպանությունները դադարել են, մահապատժի ծրագրեր չկան, բայց միևնույն է պետք է պարզել մանրամասները։ Իրանում տիրող իրավիճակի ֆոնին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել այդ երկրում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել պետությունը Թուրքիայի կամ Հայաստանի ցամաքային սահմաններով։ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը, Լեհաստանը, Իտալիան, Կանադան նույնպիսի կոչով են դիմել Իրանում գտնվող իրենց քաղաքացիներին։ Տեղեկություններ կան, որ Մեծ Բրիտանիան արդեն Իրանից հանել է իր դիվանագետներին։ Վերադառնանք Հայաստան, Հանրապետությունում կան փակ և դժվար անցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում էլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Ջերմուկի Խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը Վարդենյաց Լեռնանցքը փակ են կծորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները, Սպիտակ Գյումրի և Դիլիջան Վանաձոր ավտոճանապարհները կծորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվար անցանելի են։ Հանրապետության միջպետական ավտոճանապարհները բաց են։ Հիմնադրամից հորդորում են վարորդներին լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Այսքանը առավել թարմ տեղեկություններով կհանդիպենք ժամը 17-ին։